Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եղբայրներ քուրեր ջան։ Տերը փառավորվի մեր մեջ, ինձ երջանիկ եմ սեփում, որ այսօր ձեր մեջ եմ եւ կարող եմ ուրախանալ այն ուրախությունով, որ Աստված այսօր դրել է իր ժողովրդի մեջ։ Եվ մենք իրոք երջանիկ մարդիկ ենք, որովհետեւ մեր երջանկությունը գալիս է երկնքի աղբյուրից։ Մեր երջանկության հեղինակը Քրիստոսն է։ Եվ նա շահագրգռված է, որ բոլոր իրեն եկողները, բոլոր իրեն հետևողները, բոլոր իրեն հետ ապրողները վայելեն երջանկությունը։ Գիշեր եւ ցերեկ, դժվար օրերում, թե ուրախ օրերում, հոգևոր մարդը միշտ երջանիկ է, Տերը փառավորվի մեր մեջ։ Ալելույա։ Այսօր սիրելի եղբայրներ քուրեր, մեր հանդիպումը ավելի ուղղված է երիտասարդներին եւ սա նշանակում է, որ մենք որպես ծնողներ, որպես տատիկներ, պապիկներ, ես արդեն պապիկ եմ, եւ որպես երեխաներ, որդիներ եւ աղջիկներ, այսօր միաբան պետք է խորհենք Աստծո կամքի մասին ի վերաբերյալ երիտասարդությանը։ Ինչու եմ այսպես ասում, եղբայրներ քուրեր։ Որովհետև երիտասարդը դա այն անձնավորությունն է, որը կարծես թե ինչ-որ մի ճանապարհ անցել է։ Բայց այդ անցած ճանապարհը իրան բերել է մի գագաթնակետի, որից սկսում է նոր ապագա։ Այդ ապագայի մեջ կա ընտանիք կազմել, այդ ապագայի մեջ կա աշխատանք, ծառայություն եկեղեցում, ծառայություն սուրբերին, ծառայություն կարիքավորներին, այդ ընտանիքի մեջ կա անձնուրաց հոգևոր ընթացք Աստծո առջև, այդ կյանքի մեջ իրեն սպասում են Աստծո փառքի հայտնությունը եւ Աստծո զորության ներկայությունը։ Ուրեմն եղբայրներ քուրեր, այսօր մեր խոսքը ուղղված է երիտասարդությանը։ Եվ մեր առաջի կետը, որի մասին մի փոքրիկ պիտի կանգնենք այսօր եւ շարունակենք այդ կետից հետո մնացած ուրիշ կետերը, կոչվում է հետեւյալ ձևով. հոգևոր երիտասարդության նշանակությունը եկեղեցում։ Ինչ նշանակություն ունեք դուք այսօր եկեղեցում Աստծո։ Ինչու՞նն է ձեր գինը Աստծո համար, եկեղեցու համար եւ ձեր ծնողների համար եւ իհարկե ձեր համար։ Եվ սրա մասին մենք կարդում ենք Ամովսյա մարգարեության գրքում, Ամովսյա մարգարեության 2-րդ գլուխ 11 համարը, այստեղ գրված է հետեւյալը. Եվ ձեր որդկանցից մարգարեներ վեր կացրի եւ ձեր երիտասարդներից ուխտավորներ, ապա այսպես չէ, ով Իսրայելի որդիկ, ասում է Տերը։ Ուրեմն բոլոր երիտասարդությունը Աստծո ժողովրդում շատ բարձր գնահատելի է Աստծո կողմից։ Ամեն մեկը մեծ գին ունեք Աստծո համար, թե եղբայր եւ թե քույրիկ։ Ձեր ամեն մեկի ի վերաբերյալ Աստված ունի ծրագիր, եւ այդ ծրագիրը փառավոր է։ Մենք անգամ չենք կարող մեր երազանքների մեջ պատկերացնել այդ ծրագիրի բովանդակությունը։ Եվ իմ առաջի հարցը, որ պիտի այսօր ուղղեմ ձեզ, դուք համաձայն եք, որ Աստծո ծրագիրը իրականանա ձեր կյանքում, որպես ապագա։ Ոնց որ այնքան էլ չէ, հա, ուրախ չեք։ Ընդունում եք։ Ուրեմն ահա ձեր առջև կա 3 ընտրություն։ Առաջինը, ես ինքս ունեմ երազանքներ իմ ապագայի վերաբերյալ, կողքից մարդիկ նայելով ինձ նույնպես ինչ-որ մի ապագա են ուզում կառուցել իմ վերաբերյալ, եւ կա կենթանի Աստված, որը նույնպես արդեն ծրագրել է գերազանց ապագա։ Այս 3 ապագաներից որ ընտրենք։ Մերը, կողքի մարդկանց եւ Տիրոջը, որն ենք ընտրում։ Դա մերը ինչ անենք։ Հեշտ չեք երազում, քուրեր, եղբայրներ, երազանքներ չունեք, որ ես մեծանամ,
սենց պիտի ամուսնանամ, մի հատ սենց տուն պիտի սարքեմ, սենց գործի պիտի անցնեմ, ավտոներ պիտի առնեմ, այդ երազանքներն ինչ անենք։ Ինչ անենք։ Երիտասարդներ ջան, լուրջ հարց եմ չէ տալիս։ Մարդու համար ամենամեծ դժվար քայլերից մեկն է հրաժարվել իր երազանքներից։ Հրաժարվել։ Եվ ես եկել եմ այն եզրակացության, որ հոգևոր մարդը չի երազում ոչ մի բանի մասին։ Չի երազում։ Իրան ինչ պետք է ուզում ասուց։ Չէ՞։ Հիմա ասենք պատկերացնենք մի մարդ լավ աշխատավարձ ունի, շատ լավ աշխատավարձ ունի, բայց դու նստած երազում ասում է, «Երնենք այսօր խորոված ուտեի»։ Օրը անցնում ենք երազում է։ Այն մյուսը ասում է, «Ինչ կներ, երազանքս կատարվեր, մեր կտոր խորոված ուտեի, մի հատ էլ տորտ առնեի»։ Ինչ կասեք այդ մարդու մասին։ Ինչ կասեք, Դավիթ եղբայր ջան։ Ինքը մոլորված է իր երազանքներով։ Բայց կողքը կա ուրիշ մարդ, որը իրանից կես անգամ քիչ աշխատավարձ ստանում, բայց երբ իրան պետք է գնում է խորոված առնում ուտում է, չէ՞։ Իրան երբ պետք է գնում է ինչ ուրիշ բան առնում, պետք է մեքենա առնի, գնում է էլի առնում, վայելում է, չէ՞։ Բայց այս մարդը երազանքների մեջ է։ Հիմա սիրելի եղբայրներ, դուք ունեք կենդանի Աստված, որը ստեղծել ամբողջ տիեզերքը։ Ինչի մասին եք երազում։ Ինչի մասին եք երազում։ Այդ կենդանի Աստված իր խոսքով այսօր մեզ բոլորիս պահում է։ Այդ կենդանի Աստված մեզ արդար է սարքել, որ մարդկային հնարիներ անելը։ Այդ կենդանի Աստված մեզ արդարության աստվածային բեհեզները հագցրել։ Այդ կենդանի Աստված մեր համար երկինքն է բացել, որ դու այսօր իրավունք ունես աղոտ կանելու երկինք։ Դուք հիշում եք, երբ որ Հակոբը փախչում էր իր հոր տնից, հոգնած մի տեղ պարկեց, քարը դրեց գլխի տակ, ինչ տեսավ երազում, չեք հիշում։ Ինչ տեսավ։ Այդ աստիճան ուր էր գնում։ Ուր։ Այո, երկինքը այդ ժամ իր համար բացվել էր։ Երկինքը միշտ բաց չի եղել, եղբայրներ քույրեր։ Երկինքը միշտ բաց չի եղել, ինքը մեկ-մեկ բացվել է նման մարդկանց համար, այն էլ ոչ թե ամեն օր։ Բայց երբ որ Հիսուս եկավ աշխարհ, նա աշակերտերին ասեց. «Այսուհետև պիտի երկինքը ինչպես տեսնեք։ Բաց պիտի տեսնեք երկինքը»։ Ինչու համար։ Որտև երկնային թագավորության թագավորը աշխարհի վրա էր։ Դրա համար երկինքը միշտ բաց էր, եղբայրներ քույրեր։ Ամեն օր բաց էր երկինքը, որտև նա երկնային թագավորության արքան երկրի վրա էր։ Նա գնաց, համբարձվեց երկինքը փակվեց, իսկ ինչու։ Ինչու երկինքը մինչև այսօր բաց է։ Ինչն է պատճառը, որ երկինքը մինչև այսօր բաց է, եղբայրներ քույրեր։ Ոչ մի օր չի փակվել, որովհետև երկրի վրա կաք դուք։ Աստծո եկեղեցին, ձեր խաթր երկինքը միշտ բաց է։ Պարզ է։ Հիմա ասեք, թանկ եք դուք Աստծո համար, թե ոչ։ Չեմ լսում։ Ձեր խաթր երկինքը ամեն օր բաց է։ Եվ ինչքան եկեղեցի լինի աշխարհի վրա, երկինքը միշտ բաց է լինելու։ Թող Տերը փառավորվի մեր մեջ։ Եվ տեսեք, եղբայրներ քույրեր, երկինքը ձեր համար Աստված բացել է։ Հրեշտակներին ձեր համար պատվիրան է տվել։ Եթե այդ Աստված գիշեր եւ ցերեկ ձեր հետևից նայում է, եւ ձեր գլխի մազերը հաշվել է, եւ գիտի նրանց քանակը, դրանից շատ բան կարա խնդրեք Աստծուց, եղբայրներ քույրեր։ Ձեր համար երևակայական կյանք է պատրաստել։ Եվ ձեզ իրավունք է տվել իր կողքը նստելու, ձեզ իրավունք է տվել իրեն հետ երկինքը վայելելու եւ լինելու ժառանգորդ երկնքի Հիսուսի հետ։ Այս խոստումները անգամ հրեշտակները չունեն։ Հիմա ասեք, դուք հարուստ եք, թե ոչ։ Այդտենց բաների մասին այսօր որ մի միլիարդ հատեր մարդը կարող է երազել։ Ոչ մեկ։
որ մի ամենահարուստ մարդ աշխարհի իր մտքով կանցնի, որ պետք է գա երկինք եւ Քրիստոսի հետ երկինքը վայելի։ Ինչպես ժառանգակից։ Ոչ մենք։ Նրանք բոլորն էլ գիտեն, որ իրանք մի օր զիբիլ են դառնալու գնան հողի մեջ։ Իսկ իրանք հոգի գնալու է դժոխք, դա նրանք գիտեն։ Բայց դուք ունեք հավատք, որ դուք Հիսուսի հետ պետք է երկինքը վայելեք։ Ձեզ իրավունք կատարված աշխարհը դատելու եղբայրներ քուրեր։ Դրանից շատ բան կարան խնդրենք Աստծուց։ Երբեք։ Դրա համար հոգևոր մարդը երբեք չի երազում։ Ինչ որ իրան պետք է, դա խնդրում է Տիրոջից։ Եթե Տիրոջ կամքն է Տերը կտա։ Եթե Տերը չի տալիս, միտք ունի երազել։ Չունի։ Դրա համար եղբայրներ քուրեր ջան, ես իմ մասին կարող եմ ասել, որ ես երազանքներ չունեմ։ Իմ ամենագերագույն ցանկությունները Աստծո մոտ է։ Եվ այն ինչ որ նա ուզում է, թող կատարի իմ կյանքիս մեջ, դրանից շատ բան ես չեմ կարող պատկերացնել իմ համար։ Թող այսօր Աստծո փառք իջնի ձեր վրա երիտասարդներ։ Դուք Աստծո ցուցակի մեջ եք, ամեն մեկդ։ Դուք Աստծո ծրագրի մեջ եք, եւ ձեր ապագան ամբողջովին գրված է Աստծո մոտ։ Եվ տեսեք, երկրորդ մեր կետը, որի մասին պետք է խոսանք, ուղղված է աշխատանքի վերաբերյալ երիտասարդի վրա։ Սրա մասին գրված է Առակաց 22 գլուխ 6-րդ համարում հետևյալը. Կրթիր երեխային իր ճանապարհներին համեմատ։ Կրթիր քո երեխուն։ Պատանի է երիտասարդը, կրթիր։ Ուրեմն հոգևոր երիտասարդը կարիք ունի ամեն օր կրթվելու։ Իսկ ինչով մենք պիտի կրթվենք եղբայրներ քուրեր։ Այո, շատերը սովորում ենք այսօր համալսարանում, ինստիտուտներում, տարբեր ուրիշ միասպարեզներում սովորում ենք, մասնագիտություն ենք սովորում եւ դա բարի է եւ օրհնյալ, բայց Աստծո խոսքը այսօր ինչ որ մի հատուկ կրթման ուղղություն դրված է ձեր առջև, որ դու ամեն օր հոգևոր կրթություն ստանաս։ Պաշտամունքի օրերին եկեղեցում, երբ որ դու տան ես, ամեն առավոտ, ամեն երեկո Սուրբ Գիրքը բացում ես եւ հոգևոր կրթություն ես ստանում։ Եվ Սուրբ Հոգին, որը Աստված ուղարկել է քո սրտիդ մեջ, նա քեզ կրթում է Աստծո խոսքի հիման վրա։ Ինչն է նպատակը եղբայրներ քուրեր այդ հոգևոր կրթության։ Սրա մասին մենք կարդում ենք ուրեմն երկրորդ թուղթ Տիմոթեոսի առաջի գլուխ 13 համարում գրված է հետևյալը. Ունեցիր ողջամիտ խոսքի օրինակը։ Ողջամիտ խոսքի օրինակը ունեցիր։ Իսկ որտեղից դա պիտի ունենամ եղբայրներ քուրեր։ Առաջինը այս խոսքը կարդալով։ Երկրորդը սովորելով եկեղեցու դրվածքներից։ Երրորդը օրինակ վերցնելով սուրբերից։ Իհարկե կարող ենք այսօր ասել, բայց եկեղեցում կան մարդիկ, որոնք իրանց լավ չեն պահում։ Կարող ենք ասել, այս ինչ մարդը վաղտին հոգևոր է եղել, բայց այսօր տկարացել է։ Մենք նրանցից չենք վերցնում օրինակ։ Դուք հիշում եք Սամուելին եղբայրներ քուրեր, որը դաստիարակություն էր ստանում առաջի տարիները մոր տանը, հոր տանը, իսկ հետո արդեն Հեղիի մոտ։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ժամանակաշրջանում Տիրոջ տան մեջ մեծ անկարգություններ էին կատարվում, եւ շատերը գիտեք եւ կարդացել եք։ Բայց այս երիտասարդը ողջամիտ օրինակը ուներ։ Եվ իր ամեն օրը, իր ամեն քայլը չափում էր այդ ողջամիտ օրինակով։ Եվ մենք շարունակում ենք եղբայրներ քուրեր, ինչու՞մն է կայանում այդ օրինակը։ Լսեք, երկրորդ թուղթ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 22 համարում առաքյալը խոսում է հետևյալ բաների մասին։ Երիտասարդական ցանկություններից է փախի։ Երիտասարդի մոտ ամենազորավոր արտահայտությունը դա իր ցանկություններն են։ Այդ տարիքին կան մի քանի հարցեր։ Առաջինը, ուզում եմ ինչ-որ մասնագիտություն ստանամ, ուզում եմ աշխատանք ձեռք բերեմ, ուզում եմ տուն սարքեմ, ինչ-որ մի բանի հասնեմ, բայց ամենազորավոր ցանկությունը դա մարմնավոր ցանկություններն են։
մարմնի կրքերն են։ Դա ամենազորավորն է, որը երիտասարդին ոչ գիշեր, ոչ ցերեկ հանգիստ չի թողնում։ Այս ցանկությունները մղում են նրան, որ խորանա ինտերնետի պիղծ ճահիճների մեջ։ Այս ցանկությունները մղում են նրան, որ մեղավոր մտքերին տեղ տա։ Այս ցանկությունները մղում են նրան, որ մեկ-մեկ էլ սխալ քայլեր թույլ տա, սիրահարություններ, տարբեր խնդիրներ, մեղավոր գործեր։ Եվ Պողոս Առաքյալը շատ լավ պատկերացնում էր, որ ամեն երիտասարդ գտնվում է այդ ծանր զգացմունքների մեջ, այդ ծանր պատերազմի մեջ։ Եվ տեսեք ինչ է ասում։ Այդ երիտասարդական ցանկությունները, որը ուզում ես թե չես ուզում, քո մոտ արտահայտվելու են եւ քեզ տանջելու են, ասում է նրանցից փախչիր։ Չի ասում նրանց հետ երազանքների մեջ ընկի, նրանց հետ զրույցի մտի, նրանց մասին մտածի, ոչ։ Ասում է կտրուկ փախիր այդ ցանկություններից։ Շատերը սովորում եք տարբեր բնագավառում, տարբեր մթնոլորտում, մեկը ձեր վրա նայում է, տեսնում է ինչ գեղեցիկ քույրիկ կա, շնորհքով, պարկեշտ եւ ուզում է այդ աղջիկա հետ ծանոթանա։ Եղբայրներ նույնպես մեկ էլ տեսնում ես ինչ որ մի աղջիկ ուզում է քո հետ ծանոթանա, սիրահարվել է քո վրա։ Եվ դու ընկնում ես տարբեր դժվարությունների մեջ։ Առաջի դժվարությունը քո մեջից է բխում, որտեղ դու դրա կարիք ունես։ Երկրորդ դժվարությունը դրսից է գալիս։ Ինչ որ մեկի աչքին ես ընկել։ Ինչ որ մեկը անկեղծ սրտով սկսել է քեզ սիրել, բայց անհավատ մարդ է։ Սա լուրջ պատերազմ է, եղբայրներ, քույրեր։ Մանավանդ եթե դու փորձ չունես, կամ էլ թե չէ, երբ որ տարիքդ արդեն մեծ է։ Եվ զգում ես ինչ որ մեկը քեզ շատ է սիրում, բայց անհավատ է։ Ինչ անենք, եղբայրներ, քույրեր։ Պողոս Առաքյալը ասում է փախչիր։ Փախչիր։ Մի ինգի մտածմունքների մեջ։ Մի նստի զրուցի այդ անձնավորության հետ, տղա է թե աղջիկա։ Հարցեր մի լուծ իրանց հետ։ Մի սկսի այդ մարդկանց խոսք վկայել, մտածելով լավ կապ աշխարհի կամ ուսնանամ։ Ընկնելու ես ցանցի կամ թակարդի մեջ։ Պողոս Առաքյալը չի սխալվել այս խոսքը գրելով երիտասարդական ցանկություններից փախիր, փախիր։ Դնում են դեպքեր, երբ որ երիտասարդ տղան մոտենում է մեր քույրիկին եւ ասում է, տեսնում եմ դու ուրիշներից տարբերվում ես, կարող է հավատացյալ ես, այո, դե ինչ կլինի, մի քիչ վկայի ինձ ասո խոսք։ Բայց դրա նպատակը ասո խոսքը չի։ Դրա նպատակն է, որ մի քիչ ժամանակ անցկացնի։ Իսկ կարելի է վաղնել գամ լսեմ ասո խոսք, մյուս օրն ասո խոսք լսեմ։ 3, 4, 5, 6 հանդիպումից հետո քույրիկի սիրտը սկսում է ինչ անել արդեն։ Ընկնել զգացմունքների մեջ, չէ՞։ Նմանապես հակառակ դեպքում եղբոր սիրտն անգնում նման վիճակների մեջ։ Դրա համար Պողոս Առաքյալը ասում է փախչիր։ Փախչիր քո ցանկություններից։ Բա ինչ անեմ, որ դրանցից փախչեմ։ Եվ ասում է այլ հետևիր արդարությանը, հետևիր արդարությանը։ Այնպես չի, որ արդարությունը պետք է մենք հորինենք, Աստված տվել է մեզ այդ արդարությունը։ Երկրորդը հետևի հավատքին, հետևի սիրուն, հետևի խաղաղության, Տիրոջ անունը սուրբ սրտով անկեղծ կանչողների հետ։ Եղբայրներ, քույրեր ջան, մեր միաբանությունը եկեղեցու հետ է։ Եթե մենք ուշադիր լինենք, մեր Աստված ունի բնավորություն։ Եվ այսօր կուզենայի այդ բնավորության ինչ-որ մի բնագծի վրա կանգ առնեի։ Նայեք, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, Էդեմական պարտեզը դեռ սարքած չէր, ստեղծված չէր։ Ինչու համար Աստված ստեղծեց Էդեմական պարտեզը։ Առաջին հարցն է։ Երկրորդ հարցս. ինչու Աստված Աբրահամին հոր տնից հանեց։ Չէ՞ որ Աբրահամը հոր տունն էլ աստվածապաշտ մարդ էր, ինքը անապատում չդարավ աստվածապաշտ, ինքը հոր տունը արդեն աստվածապաշտ մարդ էր, նա Աստծո ձայնը լսում էր արդեն, նա գիտեր ինչ բաներ հոգևորություն, ապրում էր շատ գերազանց և հարուստ զարգացած քաղաքում, հոր հետ էր ապրում, ինքն էր շատ հարուստ, բայց Աստված ասեց դուրս արի, ինչի համար,
Երրորդ իմ հարցս. ինչու Աստված իր ժողովրդին հանեց Եգիպտոսից, որ եւ նոր անապատում հայտնեց իր օրենքները։ Կարող էր, չէ, այդ նույն օրենքները հայտնել Եգիպտոսում։ Ինչու հանեց, նոր հայտնեց։ Երրորդ հարցը. ինչու Աստված կառուցեց խորանը եւ հրամայեց Մովսեսին դա անի։ Այս բոլոր հարցերը ունեն մի պատասխան։ Աստված, երբ որ մարդու հետ գործ է բռնում, նա իրան անջատում է մթնոլորտից։ Ադամին բերեց էդեմական պարտեզ, որ այնտեղ հանդիպի Ադամի հետ։ Աստված հանեց Աբրահամին հոր տնից, որ նրան տա այնպեսի մեծ հայտնություն, որ Աբրահամը ազգ պիտի դառնար։ Հոր տուն այդ հայտնություն չտվեց Աբրահամին։ Եվ որ անջատեց, այնտեղ տվեց մեծ հայտնություն։ Եվ այդ հայտնության հետևանքը այսօր մենք ենք ապրում, եղբայրներ, քույրեր։ Երբ որ Աստված իր ժողովրդին հանեց Եգիպտոսից, նա մենակացրեց իր ժողովրդին, որ կողքից ոչ մեկ չխանգարի եւ անջատեց, եւ նոր սկսեց այդ ժողովրդի հետ աշխատանք տանել, իր օրենքները տալ եւ ուխտի մեջ մտավ իր ժողովրդի հետ։ Ինչու՞մ նա միտքը, եղբայրներ, քույրեր։ Այս բոլոր օրինակները բերում են մի կարևոր կետի, որ Աստված ինձ եւ ամեն մեկիս մեր հետ գործ անելու համար մեզ այս աշխարհից դուրս սահանել։ Կարող է չէ Աստված աշխարհում մեր հետ գործ աներ։ Բայց ոչ, այդպես չի անում։ Նա անջատում է իր ժողովրդին աշխարհից։ Եվ ինչով այսօր Աստծո ժողովուրդը սահմանափակված աշխարհից, առաջինը։ Մենք անջատված ենք այս աշխարհից սրբության օրենքով։ Աշխարհը պիղծ է, եկեղեցին սուրբ է։ Եվ այդ սրբությունը մեր մեջ է։ Երկրորդը, Աստված մեզ կերպարանք է տվել սուրբերին վայելուչ, որը բերում է մեզ Աստված պաշտության։ Աշխարհը չի կարող պաշտել Տիրոջը, որտեղ չի դնա կամքը, բայց քեզ Աստված պաշտություն է սովորացրել։ Եթե այս երկու բանը մարդու սրտից դուրս են գալիս, սրբությունը եւ Աստված պաշտությունը, նրա հոգևորությունը ոչ մի բանով չի տարբերվում աշխարհից, եղբայրներ, քույրեր։ Սրբություն եւ Աստված պաշտություն։ Մենք կանչված ենք լինել մասնակից Քրիստոսի սրբության մեջ։ Եվ մենք կանչված ենք կենթանի Աստված պաշտության։ Այս երկու բանը ամեն առավոտ, ամեն երեկո մենք պետք է տեսնենք մեր սրտի մեջ։ Ցանկանում եմ ես արդյոք երկրպագել Տիրոջը առավոտյան եւ երեկոյան։ Թե կարող առավոտյան զարթնում եմ մտքերս արդեն լիքն են տարբեր խնդիրներով։ Մի անգամից ձեռքս գցում եմ հեռախոսի։ Մտնեմ ինտերնետի մեջ, տեսնեմ ով է զանգել։ Ինչ նորություններ կա, ինչ թազա կինոներ են դուրս եկել, ինչ թազա ինչ որ ֆիլմեր են առաջ եկել։ Երեկոյան արդեն ոչ ուժ ունենք, ոչ հավես ունենք, նստում ենք մի երկու բան խոսում ենք, մի հատ կարճ աղոթք ու գնացինք քնելու։ Սա Աստված պաշտություն չի, եղբայրներ, քույրեր։ Աստված սպասում է մեզ Աստված պաշտության ամեն առավոտ եւ ամեն երեկո։ Աստված սպասում է մեզ Աստված պաշտության ամեն պաշտամունքի ժամանակ։ Եվ այս Աստված պաշտությունը պետք է լինի սուրբ վիճակով։ Եվ Աստված ամեն բան տվել է, որ մենք ապրենք սուրբ եւ մաքուր կյանքով։ Տիրոջ անունը փառավորվի։ Այդպիսի երիտասարդություն Աստված այսօր պատրաստում է եկեղեցիներում։ Եվ վերջապես մենք գալիս ենք մի կարևոր հարցի, եղբայրներ, քույրեր։ Ի վերաբերյալ մեր բոլորիս ապագայի։ Ամեն երիտասարդ եղբայր եւ ամեն երիտասարդ քույրիկ իր սրտի մեջ ունի որոշակի սպասում, որ նա պիտի ընտանիք կազմի։ Պիտի ամուսնանա։ Սա շատ դժվար հարց է։ Եվ նույն ժամանակ շատ հասարակ հարց է։
Ինչու է հասարակ, որովհետև այս հարցի մեջ մասնակցում է Քրիստոսը։ Ինչու է հասարակ, որտեղ մենք ունենք կենթանի Աստծո խոսքի օրինակը այս հարցի վերաբերյալ։ Բայց դժվար է մյուս կողմից, որ մեր մարդկային գաղափարը շատ անգամ մեզ մոլորեցնում է։ Եվ տեսեք, ինչ է խոսում Աստծո խոսքը սրա վերաբերյալ։ Անհավատների հետ այլախառ լծակից մի լինի։ Չնշանակում է անհավատի հետ մի ամուսնացի, ընտանիք մի ստեղծի անհավատի հետ, կդժվարանաս քո կյանքիդ մեջ։ Երկրորդը, ցեք ինչ ասում, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Ինձ եւ քեզ արդար սարքելու համար Հայր Աստված իր որդուն ուղարկեց աշխարհ։ Հիսուս Քրիստոսը մարմին հագավ, աշխարհի մեղքը վերցրեց իր մարմնի վրա եւ խաչը հանեց։ Իր այրան գնով մեզ արդարություն պարգևեց։ Եվ այսօր Աստծո խոսքը հարց է տալիս, այդ արդարությունը ինչ մասնակցություն ունի անօրենության հետ։ Ոչ մի։ Շարունակում ենք։ Եվ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ։ Ոչ մի։ Կամ լույսն է, կամ խավարն է։ Եվ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ։ Ոչ մի։ Շարունակում ենք։ Կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ։ Ոչ մի բաժին։ Հոգևոր մարդու բաժինը երկնքում է, եղբայրներ քույրեր։ Իսկ անհավատը երկնքում բաժին ունի, չունի։ Դրա համար թող Տեր այսօր օրհնի եւ զորացնի մեզ բոլորիս։ Մաքուր պահեք ձեզ եւ սուրբ պահեք։ Եվ մի փոքրիկ կզրուցենք հոգևոր ընտանիք կազմելու վերաբերյալ։ Երբ որ մենք ինչ-որ մի տուն ենք սարքում, մենք սկզբից պրոյեկտ ենք անում, հետո հիմք ենք չեկցում։ Այդ հիմքի վրա սկսում ենք կառուցել մեր ապագա տունը։ Կառուցից հետո սկսում ենք ներսը գեղեցկացնել։ Մեր մեջ կան շինարար եղբայրներ։ Չկան։ Եղբայր ջան, եթե մենք այսօր հələ տունը չսարքած, արդեն առնենք տան ներկերը, աբոյները, կաֆելը առնենք, տրուբաները առնենք, բայց հիմքը հələ չենք գցել։ Ինչ կասես իմ մասին։ Ինչ։ Անմիտ, չէ՞։ Ուրեմն մենք հələ հիմքը չենք գցել, արդեն պատերի ներքն ենք առել։ Հələ հիմքը չենք գցել, արդեն լուստրա ենք առնել, զանավեսկա ենք առնում, չէ՞։ Եղբայրներ քույրեր ջան, ուրեմն տունը չկառուցած արդեն մենք երազում ենք, որ ահա այս սպալնա է մտնում, զալ է մտնում, խոհանոց է մտնում։ Թող Տերը օրհնի մեզ։ Սկզբից գործը սկսում ենք հիմքից, այն փոշոտ, կեղտոտ գործերից, չէ՞։ Բայց այդ գործերը մենք անում ենք ամենայն զգուշությամբ։ Հիմա պատկերացնենք, պետք է բերենք բետոն թափենք, արմատուրան գցել ենք հողի մեջ, այդ փոսի մեջ սիրուն կապել ենք արմատուրան։ Մեկ էլ մեր եղբայրը, որը մեր տունը կառուցում է, դե գիտի, բետոնը պետք է լինի 150 կամ 200 մարկա։ Ինչ։ Մինիմում։ Մեկ էլ այդ բետոնի զավոդից զանգում են, ասում են ախպերես, արի սենց գործ անենք, մենք ես էժան գնով բետոն կտանք, ով է նկատում, 150-ա թե 100-ա, վերևից չի երևում, չէ, խառնած բետոնը թափում են, տանտերը չի իմանա, արի մի քիչ ծուրմրտիկ բաներ անենք, ես մարդեն գալիս է տանտերոջ ասում է, գիտես, մի քիչ բետոնը ուրիշ գույն ես որ կարող է լինի։ Ոչինչ ասում հա դե ոչինչ ինչ տարբերություն, բայց չի ասում որ մարկան ցածր է։ Բերում լցնում են հողի մեջ։ Այդ բետոնը պնդանում է, սկզբից երևում է որ ինքը թույլ է, չի երևում։ Հետո սկսում ես պատերը հանել։ Պատերը հանելուց հետո ծանրությունը ծաներանում է,
Երկրորդ հարգը սկսում ես փակել բետոնով, չէ՞։ Ինչ է տեղի ունենում եղբայր ջան։ Ինչն է ճաքում։ Բայց հիմքը հողի մեջ է, ճաքը չենք տեսնում։ Ինչն ենք տեսնում։ Պատն ենք տեսնում ճաքած, չէ՞։ Պատը տեսնում ենք, որ ճաքեց։ Եղբայրներ քուրեր ջան, եւ մեր ամբողջ արած այդ գործը դառնում է մի մեծ խայտարակություն։ Որտե սաղ քանդենք։ Ընկնենք դժվարությունների մեջ։ Այս օրինակը բերում եմ ոչ նրա համար, որ մենք պիտի այսօր տուն սարքենք, այլ մենք պիտի կառուցենք ընտանիք։ Եվ այդ հիմքը երիտասարդներ ջան, մենք սկսում ենք գցել մեր մաքուր կամ պիղծ կյանքով։ Եղբայրը որոշել է ամուսնանա եւ որոշակի տաքրություն արտահայտում քույրիկի վերաբերյալ։ Եթե նա որոշել է ամուսնանա եւ սրտի մեջ որոշում է կայացրել, աղոտ կարել, խոնարհվել Աստծո առջև, կարող է մի քանի անգամ ծոմ ապահել։ Մոտենում է հովին, ասում է. ես ուզում եմ քույրիկին հարցում անեմ։ Ծնողներս համաձայնությունը տվել են։ Եվ եղբայրը հարցում անում։ Ես հիշում եմ մի եղբայր մոտեցել էր մի հատ հովի, ասում է. ես ուզում եմ այսինչ եղբոր քույրիկի աղջիկան հարցում անեմ։ Այս եղբայրն այն մավրեն ասում է. դու լավ ես մտածել։ Ասում է. հա, եղբայր ջան, լավ է մտածել։ Ասում է. գնա էլի մտածի։ Գնա մեր գործում պահի նոր կգաս։ Դու գիտես ում ես առաջարկություն անում։ Ես եղբայրը խոնարհելի գնում է մի 7 օր տենց աղոթների մեջ, զգացմունքների մեջ։ Հա։ Հետո գալի ասում է. եղբայր ջան, միտքս չի փոխվել, ուզում եմ առաջարկություն անեմ։ Ասում է. հա, դե ուրեմն արդեն կանեմ։ Հա, արդեն կանեմ։ Ու փառք Աստծո ընտանիք են կազմել եւ երջանիկ ապրում են։ Տերը օրհնի։ Բայց պատկերացնենք եղբայրը որոշել է ամուսնանա եւ քույրիկին SMS նամակ է գրում։ Ոնց ես։ Գրում է. լավ եմ։ Վատ բան կա սրա մեջ։ Կարծես թե չէ։ Դու մի երկու օր հետո գրում է. ինչ ես անում։ Շատ ես հոգնած։ Բարի գիշեր։ Վատ բան է գրել։ Սրա մեջ ինչ մեղք կա Արոն եղբայր։ Կարծես թե չկա, չէ՞ ոչ մի մեղք։ Քուրիկի սրտի մեջ ինչ է առաջանում այդ նամակներից։ Քուրեր ջան, ինչ է առաջանում։ Հա? Կայծեր, չէ՞։ Իսկ եթե այնտեղ արդեն բենզին է այդ սրտի մեջ, այդ կայծերն ինչ են անում։ Կրակ են վառում։ Տես չի։ Հետո Աստծո որոշելի ժամանակ արդեն եկեղեցում են հանդիպում։ Հա, արի գնանք այսօր միտեղ զրուցենք։ Ման գանք, քնից մենակ չէ։ Եվ այտենց նման հանդիպումներից արդեն կարծես ինչ-որ մի զգացմունքներ են առաջանում։ Եվ քույրիկը արդեն մտածում է. ինչ է կատարվում, մտքերի մեջ գցում բռնում է։ Իսկ եղբայրը ընդամենը ժամանակ ուզում է ուտեն այս քույրիկը ոնց է, ինչ է, հետո ուրիշ հետ ուզում ծանոթանալ։ Տենց արդեն մի 3 հատ քույրիկ աչքի տակ ունի, ու տենց հերթով ամեն մեկ հետ ուզում է տենց ծանոթանա տենա ով ավելի շատ իրան հարմար։ Քուրեր ջան, դա թույլատրելի բան է։ Հա? Չեմ լսում։ Ոչ, եղբայրներ թույլատրելի բան է։ Ոչ։ Շատ մեծ չարություն է, երբ որ մենք իրար զգացմունքների հետ խաղ ենք անում։ Սուտ հույսեր ենք տալիս։ Որ նման ցավ տեղի չունենա, դրա համար կա եկեղեցում հովիվ, որի վրա դրված է մեծ ծառայություն, եւ ես կվկայի դրա մասին, ելնելով իմ փոքրիկ փորձից, որ դա ամենածանր ծառայությունն է հովիվի բոլոր ծառայությունների շարքում։ Ամենածանր ծառայությունը ընտանիք կառուցելը։ Երբ որ երիտասարդը մոտենում է, ասում է. ես ուզում եմ առաջարկություն անեմ։ Այստեղ սկսում է հովիվի ծանր աշխատանքը։ Դրա նպատակն է եւ ծնողների հետ զրուցել, տարբեր հարցեր քննարկել։ Դրա
մեծ հանձնարարությունն է Տիրոջ կողմից, որ ընտանիքի կառուցումը լինի մաքուր եւ լինի արդար։ Եվ տեսեք Եբրայեցիս 13 գլխում 4-րդ համարում ինչ է գրված։ Ամուսնությունը ամեն կողմանե պատվական է։ Հոգևոր ամուսնությունը ամեն կողմանե պատվական է, թե հոգևոր, թե ուրիշ կողմերից պատվական է սուրբերի ամուսնությունը։ Եղբայրներ քույրեր ջան, քանի որ դա պատվական է, ուրեմն ամեն իմ քայլը այդ ասպարեզում պետք է պատվական եւ մաքուր եւ ճիշտ լինի։ Տեսեք հովի ինչքան հարցեր ունի լուծելու։ Առաջինը առաջարկությունն է անում, երկրորդը նշանդրեկն է ղեկավարում։ Ծնողների հետ է քննարկում բոլոր հարցերը։ Եվ վերջապես գալիս է հարսանիքի օրը։ Հարսանյաց օրն է գալիս։ Բայց նախքան այդ հարսանյաց օրը հասնելու հովի նպատակն է երիտասարդներին պատրաստելու այդ օրվանը։ Գերմաներեն պսակադրությունը ինչպես է կոչվում, ով գիտի։ Չկա գերմաներեն լեզու իմացող ձեր մեջ։ Ոչ։ Ուրեմն պսակադրությունը գերմաներեն կոչվում է Hochzeit։ Hochzeit։ Հող նշանակում է բարձր։ Հենդե հող հիշում եք, որ ասում ենք։ Հենդե ձեռք, հող վերև, հենդե հող ձեռքերդ վերև բարձրացրեք։ Հող նշանակում է բարձր, Zeit նշանակում է ժամանակ։ Ուրեմն գերմանացիք բարձ հասկացել են, որ պսակադրությունը մարդու կյանքի ամենաբարձր ժամանակն է։ Ամենաբարձր ժամանակն է։ Ինչու է դա ամենաբարձր ժամանակը, եղբայրներ քույրեր։ Որովհետև Երբ որ տեղի ունենում պսակադրության աղոթքը եւ հովիվը իր ձեռքերը դնում է նրա պսակների գլխին եւ Աստծո անունն է կանչում, այդ ժամանակ իրենց վրա իջնում է Աստծո զորավոր օրհնությունը։ Եվ այդ զորության մեջ կա Քրիստոսի գերագույն նվերը երիտասարդներին, որը իր մեջ բովանդակում է ամեն բան։ Եվ նյութական, եւ հոգևոր, եւ կազմակերպչական, եւ հարաբերական, եւ տարբեր հարցեր։ Ամեն բան կա դրա մեջ, եղբայրներ քույրեր։ Այդ նվերը երջանիկ ասարկում երիտասարդներին միջև կյանքի վերջ։ Եվ այդ նվերի մեջ կա օրհնություն իրենց համար, երեխաների համար, ինչքան որ Աստված 1, 2, 3, 10, 11, 15, այդ օրհնությունը բավարարում է բոլորին։ Ես գիտեմ ընտանիք, որտեղ կան 20 երեխա։ Իրանց տունն եղել եմ ես։ Այդ նվերը ստանալու համար պետք է 3 կարևոր պայման։ Առաջի պայմանը դուք պիտի իմանաք, որ այդ նվերը ձեր համար պատրաստել է Քրիստոսը եւ դուք պետք է սպասեք այդ նվերին Տիրոջից։ Երկրորդ կարևոր պայմանը նորապսակները պետք է սուրբ լինեն։ Մեղավոր մարդու վրա օրհնություն չի իջնում։ Հա, Աստված նրանց կմիացնի որպես մի կյանքի համար, որպես ընտանիք կառուցվի, բայց նվերը չի գա։ Օրհնությունը իջնում է միայն սրբության եւ արդարության վրա։ Աստված մեզ սկզբից արդարացրել է, նոր օրհնում է։ Ոչ թե մեղավորին է օրհնում, այլ սկզբից մեղավորին արդարացնում է, որ հետո իր օրհնությունը թափի իր վրա։ Դեմար երբ որ մենք մեղքով գալիս ենք եկեղեցու առջև կայնում ենք, մեր մեղքերը չենք խոստովանվել եւ պիղծ մեղավոր մարդը կանգնում Աստծո առջև, ինչ օրհնության մասին է նա մտածում, ոչ մի, նա չի ստանա Աստծո օրհնություն։ Երրորդ կարևոր պայմանը օրհնությունը ստանալու համար պետք է մենք ասում պատվենք։ Այս 3 պայմանները կարևոր են՝ պատվել Աստծուն, լինել սուրբ եւ սպասել նրա օրհնությանը։ Ցավոք սրտի գիտենք բազում դեպքեր, երբ որ երիտասարդները հովիվին տեսնում են ինչպես տիրացու։ Օրինակ մեկ ասում է, այ մարդ, ալի քո աղոտ կարա թող գնա։ Մենք մեծ գործեր ունենք, հարցեր ունենք, դի գնանք ռեստորան։ Ալի քո աղոտ կարա գնա։ Նման դեպքում ինչ օրհնության մասին կարելի է խոսալ։ Եղբայրներ քույրեր։
Աստված ունի բնավորություն, եթե ես եւ դու իրան չպատվենք, մենք չենք օրհնվի։ Ինչքան ուզում ես աղոթի։ Եթե ես եւ դու չենք պատվում Աստծուն, ինչքան ուզում ես աղոթի, օրհնություն չես առնի։ Եթե մենք սուրբ չենք Աստծո առջև, ինչքան ուզում ես աղոթ կարա։ Ում ես աղոթում։ Եթե դու իրան չես պատվում, եթե իր խոսքը քո համար 0 է, բայց կարող է գիշեր ցերեկվա Տեր Աստված օրհնի ողորմայից օգնի ինձ, Տեր Աստված օգնի քեզ հավատարիմ լինեմ, Տեր Աստված օգնի սուրբ լինեմ, եւ դրա մեջ հաստատվում է։ Կարող է տարիներով գա պաշտամունքի, բայց մեղքը չխոստովանի, ինչ օրհնության մասին է խոսքը, եղբայրներ քուրեր։ Պատվեք Տիրոջը եւ նա ձեզ կօրհնի։ Եվ Աստծո խոսքը ասում է ինձ փառավորողներին ես փառավորում եմ։ Տիրոջ անունը փառավորվի մեր վրա, եղբայրներ քուրեր ջան։ Հիմա դեսեք ինչքան կարևոր է, որ մենք մոտենանք պսակադրության հարցին ամենաերկյուղով։ Եվ պսակադրության ժամանակ, հարսանեկի ժամանակ առաջի անձնավորությունը Հովիվն է, որը կանգնած է ձեր եւ Աստծո մեջ։ Եվ նա պիտի կանչի Աստծո օրհնությունը ձեր վրա եւ պիտի ձեր աղոթքը հաստատի աղոթքով իրա։ Դրա համար երբեք մի անարգեք Հովիվներին, մի անարգեք իրենց ծառայությունը։ Դա ձեր համար է։ Թող Տերը փառավորվի ձեր կյանքում։ Եվ այստեղ մենք պիտի խոսանք նույնպես անպայման երիտասարդության զգեստների մասին։ Այսօր հարսնացուն ասում է իմ հարսանիքն է, ոնց ուզում եմ տենց էլ հագնվում եմ։ Այդպես չի։ Այդպես չի։ Օրինակ մեկը տուն է կառուցում եւ գալիս է պրարաբին ասում է ստեղ քո ուզածով չանես, իմ ուզածով կանես, այս ներքը կներկես, բայց տակը գրունտ չքսես։ Ասում է սիրելի եւ հարգելի տանտեր, եթե տակը գրունտ չքսեմ, պրոբլեմա լինելու։ Ասում է ես քեզ ասում եմ տենց ներքի, իմ տունը չի։ Որը տենց ներքի ինչ կլինի, եղբայրներ ջան։ Առանց գրունտի։ Պրոբլեմ կդառնա, չէ՞։ Պրոբլեմ կդառնա։ Հիմա եթե մենք ասում ենք իմ հարսանիքն է, ոնց ուզում եմ տենց էլ անցկացնում եմ։ Ոնց ուզում ես տենց էլ անցկացնում ես, դա չի նշանակում, որ դու արդեն ամեն ինչ գիտես։ Մի 10 անգամ արդեն ամուսնացել ես, այս 11-րդ անգամ մեջ արդեն փորձ ունես, հա։ Ոչ։ Մարդ մի անգամ է որ մարդը ամուսնանում։ Դրա համար նա միշտ իր հարցը ուղղում է Հովին, ինչպես անենք, որ ճիշտ լինի, մաքուր լինի, օրհնյալ լինի։ Եվ պսակադրության ժամանակ կարող է որ ժողովուրդը ձեզ օրհնի, եղբայրներ քուրեր, ոչ թե միայն Աստված։ Ժողովուրդը նույնպես աղոթք անում ձեր համար։ Եվ հարսնացուի զգեստը հոգևոր հարսանիքին դա խորհրդապատկեր է եկեղեցու սրբության։ Ցավոք սրտի եղել եմ հարսանիքներին, որտեղ որ ես ամանչում էի բեմին նայել։ Ամանչում էի բեմին նայել, եղբայրներ քուրեր։ Դա ինչ հոգևոր հարսանիք։ Նման հարսնացուն անարգում է եւ Աստծուն եւ Աստծո սրբությունը։ Եվ նույնպես անարգում է եկեղեցուն։ Ինչ օրհնության մասին է խոսքը։ Եվ ցավոք սրտի ընտանիքը բաժանվեց։ Մի քանի երեխաներ ունենալով։ Ցավոք սրտի։ Դրա համար սիրելի քույրեր, ինչ անում եք, Աստծո վախով արեք։ Ամենայն սրբությամբ արեք, որ Աստված փառավորվի։ Մեր ամեն մի գործի եւ քայլի մեջ, մեր կյանքի մեջ եւ նույնպես մեր պսակադրության մեջ եւ մեր հարսանիքի մեջ։ Շատ ճիշտ է, երբ որ հոգևոր մարդ աղոթք անում Տիրոջը իր ապագայի մասին, թե քույրիկ եւ թե եղբայր։ Տեր Աստված, խնդրում եմ քեզ, իմ ապագան քո օրհնությամբ կառուցի։ Ինձ ուղարկի մեկին, որի հետ երջանիկ կապրեմ ես։ Թե քույրիկ եւ թե եղբայր։ Ընդունում եք այս վիճակը, եղբայրներ քույրերը։ Համաձայն եք այդպես աղոթքի։ Համարձակ աղոթեք։ Բայց դուք մենակ չեք ձեր աղոթքի մեջ։ Եկեղեցու հովիները նույնպես աղոթք են անում ձեր համար։ Սա իրենց աղոթքի թիվն է։ Եվ այդ շարքի մեջ դուք կաք։ Տեր Աստված, ունենք քույրիկ, ունենք եղբայր, իրանց օրհնի։ Սրա մասին աղոթում են ձեր ծնողները։ Ասա եղբայր ջան։
Դե երևի դու տենց կաս արդեն էլի։ Բոլոր քույրիկ եղբայրները տենց էլ կան։ Ինձ դարձրու այնպեսի, որ իմ հետ ամուսնացողը երջանիկ լինի։ Տերը օրհնի։ Մենք պիտի հասկանանք, որ եթե դու եղբայր ես, քո կեսը պիտի լինի Աստծո օրհնյալ աղախինը։ Մի կին, որը Աստծո աղջիկ է։ Չէ՞։ Եվ մենք սիրով եւ ուրախությամբ ենք գնում այդ քայլին։ Ոչ թե ես թակավորն եմ, ում էլ առաջարկություն եմ, մենք համաձայնվեն։ Այդպես չի, եղբայրներ քույրեր ջան։ Աղոթքով եւ խոնարհությամբ, ասա եղբայր ջան։ Դուր։ Հա։ Նստի ապերես։ Վերջում շատ հարցերին կպատասխանենք իրար հետ։ Որոշ հարցերին ես, որոշ հարցերին դուք կպատասխանեք, աղոն եղբայրը, Արտուր եղբայրը։ Տեր օրհնի մեզ։ Ուրեմն տեսեք եղբայրներ քույրեր ջան։ Մենք կանգնեցինք աղոթքի վրա։ Մյուս հարցը։ Երբեք թույլ մի տվեք քույրեր, որ ինչ-որ մեկը ձեզ նամակներ գրի, ինչ-որ միջադրության նշաններ ցույց տա։ Եթե այդ մարդը լուրջ մարդ է եւ ունի լուրջ նպատակներ, թող գնա հովիների մոտ։ Եվ հիմա ես կասեմ ինչու կարևոր հովիների մոտենալ։ Որտեւ հովիը մի քանի կարևոր հարց է լուծում։ Առաջինը նա ձեր պաշտպանն է։ Ես գիտեմ դեպքեր։ Եղբայր առաջարկություն անում քույրիկին։ Քույրիկը համաձայնություն է տալիս։ Անցնում մի քանի օր գալիս ասում է եղբայրներ ջան, շտապել եմ, իմ առաջարկությունը հետ եմ վերցնում։ Մտածում եք ոնց ասենք այդ քույրիկին։ Քույրիկը արդեն համաձայնություն է տվել։ Եվ վերջապես եկանք եզրակացության, որ եղբայրը ինքը կասի մեր ներկայությամբ։ Ինքը կասի։ Ասեց եւ եղբայրները իր վրա որոշակի սահմանափակություն դրեցին, ասին եղբայր ջան, միջև քույրիկը չամուսնանա, դու չես ամուսնանալու։ Դու էլ առաջարկության իրավունք չունես, միջև քույրիկը չամուսնանա։ Քույրե ջան, արդար է։ Բայց հետո վարեց, հովի վարեց, չէ՞։ Նա կանգնեց քույրիկի կողմը։ Եղել է դեպք նույնպես մի քույրիկ ծնողները ուշադրության ինչ-որ նշաններ են ցույց տվել, այս քույրիկին իրանց տուն էին կանչում, արդեն որպես հարց են տեսնում իրանց, շատ են ուզում, որ իրանց տաղեն այդ քույրիկին առնի։ Բայց անպես ստացվեց իրանց եկեղեցի մի ուրիշ քույրիկ հյուրեկով, այս եղբայրը այդ քույրիկին հավանեց։ Եվ եկավ ասեց ծնողներին, որ սիրելի ծնողներ, ես գիտեմ, որ այս քույրիկը շատ է ձեր դուրը գալի, բայց ես ուրիշին եմ առաջարկություն անում։ Եվ իհարկե եղբոր ուզածը կատարվեց, իսկ այս քույրիկը ինչ վիճակի մեջ մնաց եղբայրներ քույրեր։ Արդեն ամբողջ եկեղեցին գիտեր, որ դա իրանց ապագա հարցն է։ Եվ ոչ մեկ իրան չպաշտպանեց, որտև այս ամենը կատարվում էր առանց հովիվի հովանավորության, առանց հովի համաձայնության։ Հասկանում եք, իրան պաշտպանող չմնաց։ Ես հիշում եմ այդ քույրիկի լացը, հիշում եմ իր արդյունքները։ Այո, աղոթեցինք, այո, մի փոքրիկ տեն զրուցեցինք, բայց ոչ մեկ իրան պաշտպան չկանգնեց, որովհետև ինքնագլուխ քայլեր էր դիմել։ Համար եթե սիրելի քույրիկ դու ինքնագրող քայլերի ես դիմել, ոչ մեկ քեզ չի պաշտպանի։ Համար միշտ եկեղեցին իր հովանավորությունը պահում է ձեր վրա։ Դուք եկեղեցու անդամ եք, դուք Աստծո աղջիկներն եք, դուք Աստծո տղաներն եք, եղբայրներ ջան։ Եվ ամեն բան պիտի արվի սուրբ, մաքուր եւ գեղեցիկ։ Եվ ամեն հովիվ ունի 5 կարևոր հարցեր, որ նա պիտի լուծի նախքան նշանդրեկը։ Այդ հարցերը ես չեմ հնչեցնում այսօր, դա հովիվները գիտեն։ Բայց եթե դուք առանց հովի եք այդ հարցերը լուծում,
Դուք այս 5 հարցի շուրջ ոչ մի բան չգիտեք։ Չեք կարող լուծել այդ հարցերը։ Ինքնագլուխ քալեր եք անում։ Դե գնացեք միջև վերջ արեք։ Բայց հետո չգաք, չասեք, վայ, պրոբլեմա, վայ, ես ինչ է, վայ, մեր ֆունդամենտը ճաք է տվել, չգիտենք ինչ անենք։ Ձեր ուզածով եք սարքեք, գնացեք ձեր ուզածով էլ ապրեք։ Եղբայրներ, քույրեր ջան, Տերը օրհնի մեզ բոլորիս։ Եվ ասում են երթևեկության օրենքները ինչով են գրված։ Եղբայրներ, երթևեկության օրենքները ինչով են գրված։ Այրունով են գրված, չէ՞։ Երբ որ մարդիկ ինգել են տարբեր վթարների մեջ, պրոբլեմների մեջ, չէ՞։ Իսկ այն օրենքները, որ դրված այսօր եկեղեցում, գրված են Աստծո հոգով, որ մենք չընկնենք փորձանքների մեջ, չկոտրվեն մեր սրտերը, մեր ապագան, մեր հոգևորությունը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ մենք խոսում ենք ամուսնության մասին, նույնպես շատ կարևոր է, որ մենք ուշադիր լինենք ինչպես անցնում մեր ամուսնության խնջույքը։ Ցավոք սրտի այսօր կարող է այդ խնջույքը այնպես անցնի, կարծես թե եկել ենք մի հատ աշխարհային հարսանիքի։ Հոգևոր հարսանիքի սեղանին, երբ որ ծնողները հոգևոր են, սակադրությունը եկեղեցով է կատարվում։ Սեղանին օղի դնելը ընդունելի է եղբայրներ քույրեր, թե ոչ։ Չեմ լսում։ Ոչ։ Մենք հոգևոր ենք, միջև վերջ հոգևոր պիտի մնանք։ Երբ որ Աստված մեզ հոգևոր սարքեց, նա մեր շուրջը ինչ-որ մի փակոցներ դրեց, ինչ-որ մի սահմաններ գծեց, որ ասեց, սա իմն է, սրանց չմոտենաք, ահա սահմանը։ Բայց ինչի ենք մենք այդ սահմանի դռները մեկ-մեկ բացում։ Չէ՞ որ հոգևոր հարսանիքը եւ նույնպես հոգևոր խնջույքը դա պաշտամունքի տեսակ է եղբայրներ քույրեր։ Դա հենց այնց քեֆ չի, որ մենք ինչ ուզենք անենք այդ քեֆի ժամանակ։ Չէ՞ որ Քրիստոսը ներկա է այդտեղ։ Դե համար Տերը թող օրհնի մեզ։ Կարող հարց տակ, բա որ գալիս են անհավատ բարեկամները մեր հարսանիքին ինչ անենք։ Թող գան նստեն մեր հետ ուրախանան։ Թող գան նստեն մեր հետ ուրախանան, հարսանիքը մերն է, չէ՞։ Այստեղ Քրիստոսն է Տերը եւ մենք Քրիստոսի ծառաներն ենք։ Եվ նման սակադրություններ եւ հարսանիքներ մեր մոտ բազում անգամ եղել են։ Եղել են անգամ եզդիական հարսանիք, որտեղ բարեկամությունը զորավոր էր շատ։ Իմացան, որ օղի չի լինելու սեղանին, կեսը չեկան։ Բայց այն մյուս կեսը եկավ, խոնար նստեց, տեսավ աղոթքը, քարոզը, երգը, շատ պարկեշտ ծանոթացանք իրանց հետ եւ գեղեցիկ գնացին։ Թող Տերը փառավորվի։ Մենք պետք է ամեն բան անենք, որ Աստծուն չվշտացնենք։ Որտեւ նա է մեզ օրհնողը, նա է մեզ ղեկավարողը, նա է մեր ապագան կառուցողը, ոչ թե անհավատ բարեկամները, որ իրանց ուզածը պետք է լինի անպայման։ Ես հիշում եմ այդտեղ տենց նշանդրիայքի ենք եկել, հիմա այս աղջիկա քերին իրան առաջ է գցել։ Բա ես հարց եմ ուզում ձեզ բոլորիդ տալ, իրանք էլ ախր քալակցի են։ Ուզում եմ հարց տամ ձեզ, ասի հատուր եղբայր ջան։ Ինչ ենք խմելու այդ հարսանիքին։ Խմելու ենք, ասի բա ինչ ենք անելու։ Համ խմելու ենք, համ ուտելու ենք։ Չէ, խաչիկ եղբայր, դու ոնց որ սենց իմ հարցը չհասկացար։ Ասի լավ էլ հասկացա, համ պետք է խմենք, համ պետք է ուտենք։ Դե հիմա ասա ինչ ենք խմելու։ Ասի կամպոտ, լիմոնադ, հանգային ջուր։ Բա տեսար ասում է, ես ուզում եմ ուղի որ խմենք, ասի ուղի չենք խմելու։ Դե որ տենց աղջիկ չենք տալիս։ Հիմա տենա մեզ խեղճ աղջիկա հերնում էր գլուխները կախել են, այս աղջիկը չգիտի ինչ անի։ Հա, տղեն էր ախր քալակցի ուզողը։ Հիմա միացից լարված վիճակ է ստեղծվել։ Կարծես բոլորը պատրաստ են մի հատ պայթուն տեղ ուտեն, ասում է չենք տալիս ու վերջ։ Մենք էլ ասի գիտեք ինչ ժողովուրդ, Աստված միտ տվեց։ Սուրբ գրքի մեջ գրված է, եկեք հարցնենք հարցնացուին։ Կգնաս այս մարդու հետ։ Այս աղջիկը հա, ասում է կգնամ։ Ասի դե սիրելի քերը դու խոս չունես, արդեն հարցնացուն ասել հա։ Նա ուտենց парք ասում սա կառուցվեց։ Եկավ մի օր այդ քերն եկավ ապաշխարեց մեր եկեղեցում խոստովանվեց։
թող Տերը փառավորվի, երբ որ մենք հոգևոր գործ ենք անում, դի միջև ճիշտ անենք եղբայրներ քույրեր, կողքից ով ինչ ուզում է թող ասի։ Ընդունելի է ասա թե ոչ։ Տերը փառավորվի։ Եվ մի բան եմ ուզում ասել, որ հոգևորների հարսանիքը դա ընտրությունն է։ Հետևյալ ընտրությունն է։ Դու սիրելի քույրիկ եւ դու սիրելի եղբայր, երբ որ որոշել ես ընտանիք կազմել, դու պատրաստ ես քեզ ամբողջովին տեսնել որպես խոնարհ եւ որպես օրհնյալ մայր, որը պետք է ընդունի բոլոր զավակներին, որոնց Աստված ուղարկել է կյանքի մեջ, բոլոր երեխաներին։ Սիրելի եղբայր, դու պատրաստ ես քեզ տեսնելու որպես պատասխանատու անձնավորություն, որը ընտանիքի ղեկավարության հարց իր ուսերի վրա վերցնելու։ Ամբողջ պատասխանատվությունը կնոջ եւ երեխաների վերաբերյալ պիտի քո սերի վրա լինի։ Եթե դու այդպես ես քեզ տեսնում, ուրեմն քայլեր արա։ Բայց եթե ամուսնությունը տեսնում ես ընդհանրապես ինչ որ մի հաճույք ժամանց քո կյանքիդ մեջ եւ ուրիշ ոչ մի բան, եւ միայն պետք է սպասես օրհնություն, իսկ ինքդ պատրաստ ես քեզ տալու Աստծո կամքին, չէ՞ որ ընտանիքը դա Աստծո կամքն է։ Երբ որ երիտասարդները ընտանիք են կազմում, ընտանիք գաղափարը իրանցից բարձր է դառնում։ Արդեն ես որպես ամուսին պիտի ծառայեմ իմ ընտանիք գաղափարին, իմ կինը որպես կին պիտի ծառայի ընտանիք գաղափարին։ Եվ կարող է այդ ծառայության մեջ որոշ բաներ իմ սրտով չլինի։ Դրա համար կարող է ես պետք է գիշերներ աղոթքի կանգնեմ։ Դրա համար կարող է ես պետք է որոշ բաներ համբերեմ, դիմանամ, նույնը իմ կինս։ Ընտանիք կազմելը, եղբայրներ քույրեր, դա լավ բան է։ Ընտանիք պահելը ավելի լավ բան է։ Ընտանիքի երջանկությունը վայելել ավելի լավ բան է, եղբայրներ քույրեր։ Բայց ընտանիքը ղեկավարել եւ ընտանիքի բոլոր գործերի մեջ ժամանակին մասնակից լինելը, դրանք դժվար բաներ են։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս։ Թող Տիրոջ փառքը իջնի մեր բոլորիս վրա։ Հոգևոր ընտանիքը սուրբ է, պսակադրությունը սուրբ է, եւ դրա մեջ մասնակցում է կենթանի Աստված։ Պիղծ բանի մեջ Աստված չի մասնակցում, չէ՞։ Եվ քանի որ ընտանիքը կառուցում է անձամբ Աստված, մենք իրավունք չունենք այդ ընտանիքի դեմ ինչ որ քայլեր ձեռք բերել։ Եվ սիրելի քույրեր եւ սիրելի եղբայրներ, այդ ապագան ձեր առջև է։ Թող Տիրոջ փառքը իջնի ձեր վրա։ Եվ մի մտածեք, որ ընտանիք կազմելը ասենց խաղալու բան է, ոչ։ Միշտ աղոթ կարեք, սուրբ ապրեք, որ ձեր հիմքը մաքուր եւ ճիշտ լինի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Աղոթենք սրա համար։ Աղոթենք։